Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1122-րդ օրն է։ Ելնելով ձեր արձագանքներից, մենք որոշեցինք շարունակել կարճ, բայց հագեցած հեռարձակումների ձևաչափը։ Այսօր ուրբաթ է, բացի կարևոր նորություններից, մենք որոշեցինք ձեզ հետ կիսվել ռուսական Էնգելս օդանավակայանի վրա ուկրաինական ուժերի հարձակման մանրամասների մասին և Բելգրադի մարզում տեղացող մարտերի մասին։ Մինչև նորություններին հասնելը ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեր ջերմ մեկնաբանությունների, լայքերի և մեր հաղորդումների տարածման համար։ Շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ։ Սկսեմ Բելգրադից։ Բելգրադի մարզում մարտեր են ընթանում միանգամից 3 շրջաններում։ Ուկրաինական ուժերը վերջին օրերին առաջ են շարժվել դեպի Բելգրադի մարզի խորք։ Մարտի 18-ի և 19-ի գեոլոկացիոն կադրերը գրանցել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Դեմիդովկայից հարավ և հարավ-արևմուտք։ Միաժամանակ անկախ ռուսական ալիքները պնդում են, որ ուկրաինական ուժերը առաջ են անցել Գրաֆովկայից հարավ-արևմուտք։ Ռուսական անկախ ալիքները պնդում են, որ ուկրաինական ուժերը պահպանում են իրենց բոլոր դիրքերը Սումիի և Բելգրադի մարզի սահմաններին։ Այսօրվա վիճակով արդեն 4-րդ օրն է, ինչ ուկրաինական բանակը ակտիվ հարձակողական գործողություն է իրականացնում Ռուսաստանի Բելգրադի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը լուրջ անհանգստություն է առաջացրել ռուս զինվորական բլոգերների և փորձագետների շրջանում, մինչդեռ Ռուսաստանի պաշտոնական իշխանությունները սահմանափակվում են լղոզված հայտարարություններով, թաքցնելով կորուստների և քաոսի իրական չափերը։ Ռուսական ալիքների և Ռուսաստանի անվտանգության ուժերի հետ առնչվող աղբյուրների համաձայն ուկրաինական ստորաբաժանումներին հաջողվել է առաջ շարժվել ռուսական պաշտպանական ամրությունների գծից, վիշապի ատամներից, Զուբի Դրակոնը, և հասնել Կրասնոյարուսկի շրջանի Դեմիդովկա գյուղ։ Այնտեղ կատաղի հրաձգային մարտեր են ընթանում։ Տեղական ալիքները ուղղակիորեն հայտնել են, որ երբ Ուկրաինայի զինված ուժերը մոտեցել են Դեմիդովկայի մատույցներին, ռուսական ուժերը ստիպված են եղել շտապ համալրումներ բերել։ Ռազմական վերլուծաբանները նշում են, որ Տուրիայի միջոցով ուկրաինացիները հասել են Դեմիդովկա-Գրաֆովկա կարևոր ռազմավարական գծին։ Այնտեղ ուկրաինական բանակը տեղակայել է FPV դրոնների անձնակազմ և M37 հաուբից, թույլ տալով նրանց թիրախային կրակ բացել Կրասնայա Յարուգայի կենտրոնի վրա։ Կրասնայա Յարուգան դա համանուն շրջանի շրջկենտրոնն է, ինչպես Սուջան էր Կուրսկի մարզում։ Բուն Դեմիդովկա գյուղն արդեն ավերակների է վերածվել, շարունակում են զրահատեխնիկայի աջակցությամբ ուկրաինական հետևակի նոր հարձակման փորձերը։ Ռուսական անկախ ալիքները խոստովանում են, որ ուկրաինական ինքնաթիռը հարվածել է Գրաֆովկա գյուղի կամրջին, որը մեկուսացրել է մարտական գոտին և բարդացրել է ռուսական նյութատեխնիկական ապահովումը բուն Ռուսաստանի տարածքից, այսինքն մարտերի գոտին կտրվել է արդեն ռուսական լոգիստիկայից։ Խուճապ է տիրում թիկունքում։ Բելգրադի մարզի նահանգապետ Գլադկովը հայտարարել է, որ բնակիչները չեն կարող վերադառնալ Կրասնոյարուսկի շրջան, քանի որ դա մահացու վտանգավոր է։ Գլադկովը հայտնել է ծանր իրավիճակի մասին, որ ոստիկաններն ու Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիան ստիպված են եղել պարեկություն կատարել ճանապարհներին։ Ռուսական տեղական տելեգրամ ալիքները լցված են տրանսպորտի պակասի և քաղաքացիական քաոսի ու կառավարության անպատրաստության մասին հաղորդումներով։ Գլադկովը նաև խոստովանել է, որ Գրաֆովկայից Ռեպյախովկա տանող ճանապարհին ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով Ռոսգվարդիան կորուստներ ունի։ Դա ինձ թվում է ոչ միայն Ռոսգվարդիան, արդեն 4 օր է պատերազմ է մարզում։ Ռուս բլոգերները դժգոհում են ուկրաինական դրոնների շարունակական հարվածներից և ականանետային ռմբակոծություններից, իսկ փորձագետները զգուշացնում են, որ եթե ուկրաինական զինված ուժերը տիրապետեն կարևոր գերիշխող բարձունքներին և լոգիստիկ ուղիներին այդ տարածքում, ռուսական բանակը կկանգնի աղետալի կորուստների և մատակարարման խափանումների առաջ։ Ռուսաստանում պետական մակարդակով տեղեկատվությունը փորձում են կոծկել և հիստերիկ քարոզչություն է գնում, ինչը մենք տեսնում ենք նաև մեր եթերների տակ նույնպես։ Մենք հատուկ 1-2 ժամ չենք ջնջում, որպեսզի դուք էլ տեսնեք պուտինիստների խելքի մակարդակը։ Պաշտոնական Մոսկվան փորձում է լռել իրավիճակի լրջության մասին, սահմանափակվելով փոքր ռազմական բախումների մասին արտահայտություններով։ Այնուամենայնիվ, տեղում կորուստները և պուտինիստ բլոգերների խուճապահար հաղորդագրությունները բացահայտում են գործերի իրական վիճակը։ Ուկրաինական բանակը շարունակում է համակարգված ընդլայնել իր վերահսկողության գոտին Բելգրադի մարզում և ցավալի հարվածներ հասցնել Ռուսաստանի սեփական տարածքում։ Դե սա մեր բոլոր ռեյդերի իրական նպատակն է, որպեսզի ռուսները նոր կուտակած զենքն ու զորքը մեր տարածք չբերեն, մենք իրենց տարածքում ենք ոչնչացնում։
Առայժմ ուկրաինական կողմից Բելգրադի մարզի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել, բացառությամբ Զելենսկու պատասխանից արտասահմանյան լրատվամիջոցներին, որտեղ նա ասել է, որ ռեյդերը, արշավները իրականացվում են ուկրաինական սահմանի մոտ թեժ կետերը և թշնամու կուտակումները ճնշելու համար։ Անցնենք Ուկրաինայի ռազմաճակատին։ Վերջին 2 օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել ավելի քան 250 մարտական բախում։ Անցած 48 ժամվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը և հրետանին խոցել են թշնամու անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի կենտրոնացման տասնյակ տարածքներ, հրամանատարական կետեր, հոբ համակարգեր, հրետանային համակարգեր, էլեկտրոնային պատերազմի կայաններ և այլ ռուսական թիրախներ։ Լայնածավալ պատերազմի սկզբից 22 թվականի փետրվարից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները արդեն հատել են 900 հազարի շեմը։ Հիշեցնեմ, որ այս թիվը Գենշտաբի փաստաթղթավորված թիվն է։ Իրականում զոհերի թիվը շատ ավելի մեծ է, հենց նույն ռուսական Լևադա կենտրոնը դեռ անցած նոյեմբերին էր խոսում միլիոնից ավելի, բայց մենք մեր Գենշտաբի տվյալներն ենք օգտագործում, փաստաթղթավորված 900 հազարից անցել է արդեն։ Անցած 2 օրվա ընթացքում ոչնչացվել է նաև օկուպանտների ավելի քան 600 միավոր տեխնիկա և սպառազինություն։ Անցնենք երեկվա Էնգելսի հարվածին։ Ռուսական ռազմավարական ավիացիոն բազայի վրա ուկրաինական դրոնների հարձակման արդյունքում ոչնչացվել է մեծ քանակությամբ թևավոր Խ-101 հրթիռներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ Մեջբերեմ Էնգելսին հարվածի արդյունքում ռուսները կորցրեցին հրթիռներ, մասնավորապես Խ-101 մակնիշի։ Այս օդանավակայանում պահվում են ամենամեծ թվով հրթիռները, որոնք ռազմավարական ավիացիան օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար, մանրամասնել է Կովալենկոն։ Իր հերթին լրագրող Անդրեյ Ցապլիենկոն պնդում է, որ ավիաբազայում եղել են ռազմավարական ռմբակոծիչներ 3 Tu-95 MS և 2 Tu-160։ 3 առավոտյան բազա էր ժամանել նաև Il-76-ը ռազմավարական ավիացիայի համար Խ-101 հրթիռների նոր խմբաքանակ մատակարարելու համար։ Ուկրաինական հարվածից և պայթելուց հետո բեկորները ցրվել են 5 կիլոմետր շարավղով, ինչը մեծացնում է ինքնաթիռների խոցման հավանականությունը, մանրամասնել է Ցապլիենկոն։ Իր հերթին Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է Էնգելսի օդանավակայանին հասցրած հարվածը։ Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության և հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները ներգրավված պաշտպանության ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ մեջբերեմ օդանավակայանի տարածքում արձանագրվել են խոցումներ, պայթյուններ և զինամթերքի երկրորդական պայթեցում (повторная детонация), ինչը վկայում է զինամթերքի պահեստի խոցման մասին։ Այս ռազմական օբյեկտը օգտագործվում էր օկուպանտ երկրի ինքնաթիռների կողմից, մասնավորապես Ուկրաինայի տարածքում հրթիռային հարձակումներ իրականացնելու և խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Գլխավոր շտաբում վստահեցրել են, որ մանրամասն տեղեկություններ ունեն ռուս օկուպանտների ռազմավարական օբյեկտների մասին, իսկ մեր զինվորականները հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և փորձում են առավելագույնս պաշտպանել խաղաղ բնակչությանը և կասեցնել Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Էնգելսի օդանավակայանում զինամթերքի պահեստի պայթյունի վայրում շարունակվում է խոշոր հրդեհը։ Նշեմ, որ ուկրաինական հարվածին նախորդել էր Ռուսաստանի ահաբեկչությունը Ուկրաինայի խաղաղ Կիրովոգրադի մարզի մարզկենտրոն Կրապիվնիցկի քաղաքում։ Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի գիշերային հարձակմանը։ Ռուսաստանը հերթական անգամ ցուցադրեց իր վերաբերմունքը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նախաձեռնության նկատմամբ, հինգշաբթի գիշերը հարձակվելով Կիրովոգրադի շրջանի վրա։ Այս մասին մարտի 20-ին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեջբերեմ Ռուսաստանի հարվածները Ուկրաինային, չնայած նրա քարոզչական հայտարարություններին, չեն դադարում։ Ամեն օր և ամեն գիշեր 100 և ավելի անօդաչու թռչող սարքերի տակ և հրթիռային հարձակումները չեն դադարում։ Յուրաքանչյուր նման հարձակումով ռուսներն աշխարհին ցույց են տալիս խաղաղությանն իրենց իսկական վերաբերմունքը, նշել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ անցած գիշեր ագրեսորները գործի են դրել գրեթե 200 շահեդ դրոններ։ Կիրովոգրադի մարզում տեղի ունեցած զանգվածային հարձակման արդյունքում տուժել է 11 մարդ, այդ թվում 4 երեխա, տուժել են բնակարաններ, եկեղեցի և ենթակառուցվածքներ, հավելել է Ուկրաինայի պետության ղեկավարը։
Անցած գիշերը Օդեսան էր հայտնվել ռուսական շահեդների դրոնների թիրախում, հարձակումը մի քանի մարզերում էր, բայց Օդեսայի ուղղությամբ շատ էին ռուսները ուզում վնասներ հասցնել։ Հիշեցնեմ, որ օրվա բոլոր լուրերը կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում բոլոր մանրամասներով, երբեմն նույն լուրի մասին տարբեր ռակուրսներով, տեսանյութերով։ Աշխատում ենք, որպեսզի մեր լսարանը ունենա ամբողջական տեղեկատվություն։ Վերջում մեկ քաղաքական լուր ասեմ, Թրամփի օրոք Ամերիկան առաջին անգամ նոր սանկցիաներ է կիրառել չինական ընկերության դեմ Ռուսաստանից նավթ գնելու համար։ Կարծես թե ինչ-որ բան է փոխվում, բայց ժամանակից առաջ չընկնեմ, օրը գա բարին հետ է։ Այսքանով ավարտեմ, ձեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում։